այսօր ես հարցնություն տալիս ու չեք Ներողություն կասեք, դուք ով եք ներկայանա։ Մարդ է։ Հա, բայց ինչու եք Բայց դուք ինձ եք հարցնում ես ով եմ։ Իսկ դուք ինչու եք ասում ես ինչ եք Ինձ ասում։ հետաքրքիր է ինչի համար են այս թուղթը գրում։ Ստորագրահավաք են իրական։ Հենա ստորագրահավաքը էս չի։ Այնտեղ ինչ ստորագրահավաք։ Դե հիմա ինչի վերաբերյալ։ Իրանց պահանջներ ինչ են ուզում ես մարդու։ Տեղյակ եք դուք ինչ են ուզում։ Ես տեղյակ եմ, հա։ Ինչ են ուզում, ինչպես Դուք կարող այսքան եք։ մարդուց չեք հարցրի, հիմա նոր ինձ եք Դուք հարցնում։ ներսից եք դուրս գալիս։ Հələ մի հատ ժողովուրդ ջան, բարեկել ես միկրոֆոնները, ինչ կլինի։ Ուրեմն քաղաքացիները շենքից դուրս են, սա հասարակական նախընկերջ եմ, ես հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանն եմ։ Բարի եղեք էթիկան եւ կուլտուրան պահպանեք, չեմ կարծում, որ դուք ես ներկայացա, ես քաղաքական ուժի ղեկավար եմ, տվյալ պարագայում եկել եմ քաղաքացիների սահմանադրական իրավունքը պահպանել։ Ուրեմն մենք իրար չենք ճանաչում։ Հարգելի ոստիկաններ, ապահովեք հասարակական վայրը, մենք հասարակական վայրում ենք, ու այս բայդրությամբ դուք խոչընդոտում եք իմ սահմանադրական իրավունքը։ Դուք ով եք։ Ես ներկայացա ով եմ, հարգելի։ Հա դուք ով եք, ես չեմ հասկանում։ Ախր այդ ինձ ոչ մի բան չի ասում։ Հիմա կզանգահարեմ նախարարին եւ կհասկանամ թե ինչ եք խոչընդոտում իմ սահմանադրական Ինչ լուծում ունի, դուք կարող եք մի գոռացեք, խնդրում եմ Ես չեմ գոռում, ես բարձր եմ խոսում պրոստը, որտեղ մարդը ստիպում է որ ես սկսեմ բարձր խոսել։ Հիմա ձեր հետ եմ խոսում։ Այս հիմնարկը ունի տնօրինություն, այս հիմնարկը Ուրեմն ժողովուրդը հավաքվել է ժողովրդի կամքով եմ։ Ժողովրդից մեկը քաղաքական ոչ մի երակ չունի։ Նարեկ Սարգսյան ջան, ուրեմն ժողովրդի ցանկությամբ հիմա ես գտնվում եմ Ռասիա մոլի տարածքում։ Ուրեմն Ռասիա մոլի ներկայացուցիչները փորձում են որպես քաղաքական ուժի ղեկավար խոչընդոտել քաղաքացիների եւ ինձ սահմանադրական իրավունքը սահմանադրության 27.1 հոդվածով։ Եթե ոստիկանության նախարարի հանձնարարությամբ հրահանգով չապահովեն թե քաղաքացիների թե իմ իրավունքը, հիմա կզանգեմ այնպես ԵՄ դեսպանին։ Որովհետև հիմա հարգելի ընկերը ինձ հետ խոսում է նախ իմ քաղաքական իրավունքը ոտնահարելով եւ փորձում է խոչընդոտել քաղաքացիներին թույլ չտալով, որպեսզի իրենց ստորագրահավաքը եւ դիմումը ներկայացնեն, որպեսզի ներկայացնեն Խնդրում եմ, ասեք ինչ խնդիր, ինչպես է այս խնդիրը հնարավոր լուծել։ մարդիկ հիմա ստորագրահավաքը կանեն, փոխանցին տնօրեններին։ Հիմնավորվել է, թե ինչու են իրենց դուրս հանում շենքից։ Իրանց դուրս չեն հանում, իրանց տեղավորում են ուրիշ տեղ։ Որ այս շենքը, մեկ լսեք ժողովուրդ, դուք 10 հոգի եք հարցեր եք տալի։ Ես չեմ կարող սաղիթ լսեմ միանգամից։ Իրանց տեղափոխում են ուրիշ տեղ, իրանց ուզած քառակուսիների մեջ։ Բայց իրենք ուզում են տեղափոխվել ուրիշ տեղ։ Բայց մի րոպե, այստեղ ոնց ռեմոնտ անեն այս շենքը, ոնց սարքեն։ Դուք վստահ եք։ Իրանք մեջը ու ռեմոնտ անեն։ Վերանորոգումից հետո վերադառնալու են։ Այդ արդեն չգիտեմ ես։ Բայց այդ երաշխիքն է։ Հիմա լսեք, չգիտեմ, որովհետև ստորագրահավաքը դրա համար է արվում, որ իրանք իրանց հարցերի պատասխանները իմանան։ Իսկ ում է ուղղված այդ ստորագրահավաքը։ Ում տնօրեններին, ում պետք է ուղղված լինի այս մարդուն, որ ստեղ է։ Չէ, նկատի ունեմ այդ մարդը օրինակ ստորագրահավաքը ասած կառավարությանն է ուղղված։ Ձերը օրինակ կարող եք պարոն Սուքեսյանին փոխանցվել կամ չգիտեմ, ով է տնօրեն Այս ներկայանում։ շենքը սեփականատեր ունի, կառավարությունը այստեղ ինչ պետք է անի։ Դե հիմա ստորագրահավաքը թող հավաքեն, կփոխանցենք տնօրեն մեր գործը է դա որ փոխանցենք այս մարդկանց պահանջում, թող գնան պատասխանը կստանան։ Ասացին Երևան տոնավաճառ են ասել, որ տեղափոխվեն։ Բոլորին Երևան տոնավաճառում տեղ հատկացվելու է, Ես տոնավաճառի չափերը չգիտեմ ազատ տեղերը ինչքան է, մաքսիմում ինչ հնարավոր է այս մարդկանց դուրս չեն թողել։ Այս մարդկանց ինչ է, ասես շատ ուզում են, սենց հացից կտրան, հա։ Իրենք երաշխիք են ուզում, որ կրկին Սխալ են կվերադառնան։ ասում, էլի։ Լսում եք, իրենք երաշխիք են ուզում, որ կրկին կվերադառնան այս հատվածի։ Վերջո Երևան տոնավաճառը ընկնում է Երևանի վարչական շրջանի մեջ։ Իսկ սա կենտրոն վարչական շրջանն է։ Անենց սարքվի, որ իրանց հարմար քառակուսի չլինի, ոնց են վերադառնալու։ Կամ փոքր էլի, կամ մեծ։ Ասենք բրենդներ են այստեղ։ Դե ես չգիտեմ ինչ անելու, ախր դրա համար է ստորագրահավաքը, որ իրանք իրանց հարցերի պատասխանը իմանան։ Բայց եթե արդեն որոշվել է, որ 3-4 բրենդ են Եթե ես չգիտեմ, դուք որտեղից գիտեք կամ ձեզ ասողը որտեղից գիտի, ես չգիտեմ դրա մասին։ Հարցեր կան, գրեք, ստորագրեք, ձեզ կպատասխանեն,
Եվ այսօր իրիկուն կամ ներողություն, աղաղ։ եթե դուք ոչինչ չգիտեք, այդ դեպքում ինչու եք հիմա հարցազրույց տալիս։ Դուք եք ինձանից հարցազրույց։ Դուք եք եկել կանգնել, ասում եք, Ես ես ինչ ձեր եկա։ հետ вообще չի ուզում խոսալ։ Ես այնտեղ հետ էի խոսում։ Դե գնացեք խոսեք։ Դուք գնացեք, ես կգնամ։ Հիմա Ոչինչ չգիտեք, ոչ ներկայանում եք, ոչ ասում եք ով եք, ոչ խնդրի լուծումը գիտեք, ոչ գիտեք վերջի ինչ է լինելու այս կա։ Խնդրի լուծումը չգիտեմ որն է, ես ասում եմ, այս մարդկանց ինչ առաջարկվել, չեք լսում դուք։ Հա, բայց Լսում ենք, բայց ասենք չգիտենք վերջում կգան, Բայց չկգան։ պատասխան տվողը ես չեմ։ Պատասխան տվողը տնօրեններն են, սեփականը տերերն են։ Դուք հիմա այստեղ վաճառքի կետ ունեք։ Չէ, հիշում եմ։ Իսկ ով եք դուք։ տնօրենների խորհրդից եք։ Administrացիայից։ Անուն ազգանունը Ոսան նշեք կապ ձեր։ սպասի։ Ինչի համար։ Հարգելիս, դուք հանրության առաջ հիմա Ես հարցազրույց եք հանրության տալիս։ առաջ չեմ տալի, դուք եք ձեր միկրոֆոնները բերել։ Այստեղ հավաքված քաղաքացիներին ասում եք, աշխատակիցներին ասում եք, որ իրենց տարածք են տալու եւ այլն։ Պատասխանատու հայտարարություններ եք անում, բայց չեք ներկայանում։ Չգիտեք Ու ով եք։ ներկայացա իմ հայտարարությունների մեջ Ավելի բաղա լուրջ փոխվելու։ կընդունեն ձեզ։ Ինձ ստեղ ով գիտի լուրջ անդունում։ Հաստատ համոզված եմ։ Ինձ պետք չի դուք լուրջ ընդունեք։